14-ամյա աղջիկը սպանել է իր մորը էլեկտրոնային սիգարետի պատճառով։ Էշլին 40-ամյա կին էր, ով աշխատում էր մաթեմատիկայի դասախոս այն նույն դպրոցում, որտեղ Կարլին էր սովորում, եւ ամուսնացել էր երկրորդ անգամ, այսինքն Կարլիի հետ նաեւ այդտեղ ապրում էր իրենց խորթ հայրը։ Մայրը իմանում է, որ աղջիկը օգտագործում է տարբեր թմրանյութեր, որի պատճառով սկսում է ամբողջ սենյակը տակնու վրա անել, գտնելով մի քանի թմրադեղեր, ինչպես նաեւ մեկանգամյա օգտագործման հեռախոս, աղջկան զրկում է իր հեռախոսից, ինչպես նաեւ էլեկտրոնային սիգարետից։ Հետո նրանք գնում են դպրոց, որտեղ աղջիկը իրեն շատ բարկացած եւ նյարդային է պահում, ժամը 4-ին նրանք վերադառնում են տուն։ Երբ որ հասնում են տուն, Կարլին մոր ատրճանակը մատրասի տակից հանելով մի քանի կրակոց է հասցնում, որոնցից մեկը կպնում է մոր գլխին եւ նա սկսում է արյունահոսել։ Դրանից հետո աղջիկը վազելով իջնում է ներքև եւ նամակ գրում իր խորթ հորը, թե երբ է գալու տուն սիրելիս, որից հետո հայրը կպատասխանում է, որ մոտավոր 30 րոպեից։ Այդ ընթացքում նա նաեւ կապվում է իր ընկերներից մեկի հետ եւ նրան հրավիրում տուն։ Երբ հայրը ներս է մտնում, աղջիկը մի քանի կրակոց է հասցնում, որոնցից միայն մեկն է կպնում հորը, սակայն որևէ լուրջ վնասվածք չի հասցնում եւ աղջիկը փախնում է տանից իր ընկերոջ հետ, ում կանչել էր։ Որոշ ժամանակ անց ոստիկանները գտնում եւ ձերբակալում են Կարլին։ Հայրը գտնում է իր անշրջացած կնոջ դիակը։ Դատարանում աղջկա վարքը բացատրվում է, որ նա ուներ դեպրեսիա եւ ագրեսիա, բայց դա որևէ կերպ պայմանավորված չէր այն դեղերով, այն դեղամիջոցներով, որոնք նա օգտագործում էր եւ այդ ժամանակ, երբ որ նա կրակոց է հասցրել եւ մորը եւ խորթ հորը, նա գտնվել է գիտակից վիճակում եւ կարող էր որոշումները ինքնուրույն կայացնել։ Այս ամբողջ հանգամանքներն ուսումնասիրելուց հետո աղջկան 40 տարվա փոխարեն դատապարտում են ցմահ ազատազրկման։